Էդուարդ Աղաջանյան։ Շնորհակալություն, իհարկե այն սկզբունքայնությունը և զգայունությունը մեր ընդդիմադիր գործընկերների որևէ բարևարկության նորմի խախտման նկատմամբ ուշագրավ է, այնուամենայնիվ լավ կլիներ, որ երեկվա իրենց գործընկերոջ հայտարարությունը սերնդեսերունդ անեծքների այս դահլիճում որևէ արձագանք ստանար, կարծում եմ սա մի հարց է, որը պետք է դուք քննարկեք ձեր գործընկերների հետ և դուք իրար մեջ հարգեք էլի գործընկերներ, նախքան այսպիսի էմոցիոնալ ռեակցիաները, որոնք հետևում են մեր գործընկերների հարց ու պատասխանին։ Գալով բովանդակությանը, Տիկին Յոլյան, նախ ես չեմ հասկանում, իմ գործընկերը ուղիղ ձեզ հարց է տալի, ոնց հասկանում եմ արդեն 2 անգամ։ Ասում եմ, ինչպես եք գնահատում Արուշ Արուշարյանի կառավարումը Գորիս համայնքում։ Դուք ասում եք, պարոն Ալեքսանյան, ես չեմ հասկանում, այսքան կարևոր խնդիրներ կան, որոնց առաջ կանգնած է մեր երկիրը, դուք դրել եք, դուք կանխատեսելի եք եւ այլ։ Մարդը կոնկրետ հարց է տալի, ասում եք դուք կանխատեսել եք, հարցին բովանդակային կխնդրեմ պատասխանեք։ Դուք իմ գործընկերոջը ասում եք դուք падգամավոր եք ազգային ժողովի, խնդրում եմ ձեր падգամավորի կարգավիճակից ելնելով համապատասխան ձեզ պայդ, ես կխնդրեմ դուք նույնպես հաշվի առեք, որ դուք այդ ամբիոնի մոտ կանգնած եք, որպեսզի պատասխանեք ըստ էության իմ եւ իմ գործընկերների հարցին։ Եվ երրորդը, դուք պարոն Սիսակ Գաբրիելյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել եք հետևյալը. Եթե օրինակ 60 ծրագիր է իրականացվել 1 տարվա ընթացքում, խոսք գնում է Գորիս համայնքի մասին, ասել եք 4-ը կարող է սուբվենցիա լիներ կամ պետական այլ ծրագիր, մնացածը իրականացվել են անհատների ջանքերով։ Չէ, դրամաշնորհների։ Դուք բառացի ասել եք անհատների ջանքեր, դրամաշնորհ, այո։ Ես կխնդրում եմ ասեք դուք հաստատում եք այս միտքը հիմա թե չէ, եւ եթե այս վիճակագրությունը բերում եք որպես փաստ եւս 10 վայրկյան, արդյոք կարող է պարզվի, որ այդ 60 ծրագրերից այդ 4-ը, որը բաժին է հասնում սուբվենցիոնին, գումարային առումով պարզվի, որ ընդհանուրի 70%-ն է օրինակ մոտավորապես կազմում, եւ այն 56-ը մանր-մունր ծրագրեր։ Քանի որ ես միշտ ազնիվ եմ իմ մղումներում եւ իմ խոսույթում, ես ոչ թե խուսափել եմ որևէ հարցից, պարոն Ալեքսանյանը ինձ հարց տվեց, ինձ փորձելով նախկինների տիրույթում, այսպես ասած, որակավորում տալ, ես դրա պատասխանը տվեցի։ Մյուս հարցին, ինչպես եմ գնահատում Գորիս համայնքի տեղական իշխանությունների գործունեությունը, ես ուղիղ 40 րոպե նաև այդ մասին եմ խոսում, երբ որ ես ասում եմ, որ այն եզակի համայնքներից մեկն է, որը կարողանում է բավականին շատ ծրագրեր իրականացնել։ Կարևորում եմ, դրական եմ համարում եւ գտնում եմ, որ Հայաստանում այս մոդելի հիման վրա պետք է աշխատանք տանել զարգացման ծրագրերի, զարգացման պատասխանատուների ինստիտուտի զարգացման ուղղությամբ եւ համայնքներում ունենալ պրոֆեսիոնալ աշխատանքային թիմ, որպեսզի կարողանան ոչ միայն մտածել պետությունից անընդհատ ռեսուրս ստանալու մասին, նաև տեղերում աշխատեն լրացուցիչ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում բերեն համայնքի համար զարգացման հեռանկարներ։ Ձեր հարցադրմանը բյուջեների մասով, այո, հնարավոր է, որ որոշակիորեն օրինակ 4-5 սուբվենցիոն ծրագրերը ունենան 2 միլիարդ դրամ, որովհետև բյուջե ընդհանուր, որովհետև որևէ մեկի համար գաղտնիք չէ, եթե խոսքը վերաբերում է խոշոր ենթակառուցվածքներին, հենց սա է նաև իմաստը, որ որևէ միջազգային կազմակերպություն չի գալիս Հայաստանում, օրինակ, ասֆալտապատման ծրագիր իրականացնում, բայց կարող են իրականացնել նախադպրոցական հաստատությունների վերանորոգման, վերազինման ծրագիր, չի բացառվում, որ բյուջեների տարբերություններ որոշակիորեն լինեն, բայց դա չի նշանակում, որ բազմաթիվ ռազմավարական նշանակության ծրագրեր, ջրամբարների կառուցում, ռոռոկման, ենթակառուցվածքների կառուցում եւ այլն, լրացուցիչ աջակցող հնարավորություններ լինեն։ Ես կարծում եմ սրանից ավելի պարզ եւ ավելի հասկանալի, չգիտեմ ուրիշ ինչ կերպ կարող եմ ասել, որ այո, դրական եմ գնահատում։ Արձագանք։ Ես գնահատում եմ ձեր անկեղծությունը, Տիկին Յոլյան, ես եթե ճիշտ հասկացա, դուք ասեցիք, որ այո, հնարավոր է լինի մի պատկեր, ըստ որի տարեկան ծրագրերի քանակային, ուրեմն
քանակային համատեքստում ֆինանսական գնահատականը եթե ուսումնասիրենք, ապա պարզվի, որ 60 ծրագրից 4-ը, որը հանդիսանում է սուբվենցիոն ծրագրեր, կազմի ամբողջ այդ ծրագրերի փաթեթի ֆինանսական բեռի մոտավորապես 70%-ը, եթե ճիշտ եմ հասկանում, դուք սա ընդունեցիք։ Հնարավոր է։ Չեք բացառում, հա, շատ լավ։ Չնայած ես կարծում եմ, որ իմաստել չէր ունենա, որպեսզի հակառակը պնդեիք, որովհետև բնականաբար դրանից հետո հնարավորություն կունենայի նայենք ստուգել այդ թվերը։ Այնուամենայնիվ ես ինչ եմ հարցը տալի Տիկին Յոլյան, որտեղ այդ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցնելով այս թիվը եւ ներկայացնելով մեր հանրությանը այդ պատկերը, բնականաբար առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ Գորիս համայնքը 60 ծրագիր է իրականացրել, որից ընդամենը 4-ն է դե այդ սուբվենցիոն մանր-մունր, մնացած 56-ը դե անհատների ձեր ձևակերպման կամ չգիտեմ այլ ծրագրերի կամ այլ բովանդակության ծրագրեր են։ Կարծում եմ սա դասական մանիպուլյացիայի եւս օրինակ է։ Շնորհակալություն։ Արձագանք։ Ես զարմանում եմ, թե ինչի դուք չեք ուրախանում։ Անկեղծ ասած, օրինակ դուք պիտի ուրախանայիք, որպես իշխանության ներկայացուցիչ, դուք պետք է ուրախանայիք, որ մեր համայնքները, խոսքը միայն Գորիսի մասին չի, առհասարակ ես ասի շատ տարբեր համայնքներում եմ աշխատել, եթե դուք օրինակ ուսումնասիրեք ու գնաք շատ տարբեր համայնքներ, կտեսնեք, որ դրա համար եմ ասում, մարդկային ռեսուրսների շուրջ ներդրումներ իրականացնելը եւ կապիտալ ստեղծելը կադրային բանկի շատ կարեւոր է երկրի զարգացման համար։ Դուք պիտի դրանից ուրախ լինեք, որ համայնքները, նորից եմ ասում, իրենք լրացուցիչ հնարավորությունների եւ ռեսուրսների ներգրավման կարողություն ունեն։ Եվ պիտի գաք այստեղ ոչ թե փնովեք ու փորձեք, չգիտեմ, ինչ քաղաքական ենթատեքստեր դրա մեջ տեսնել, այլ պիտի փորձեք լավագույն օրինակները խրախուսել եւ դարձնել համընդհանուր քաղաքականություն։